Պատմության մեջ բազմաթիվ դեպքեր են եղել, որ երկու հարազատ եղբայրներ հայտնվել են հակադարձ ճամբարներում։ Նման մի դեպք կա նաև իսպանական գրականությունում։ Երկու եղբայր կային՝ Անտոնիո Մաչադո և Մանուել Մաչադո, երկուսն էլ բանաստեղծ էին։ Անտոնիո Մաչադոն ավելի նշանավոր էր, քան Մանուել Մաչադոն, չնայած Մանուել Մաչադոն բանաստեղծ լինելուց բացի նաև գրականագետ էր և դասախոս։ Երբ հանրապետականները պարտվեցին և ամբողջ իշխանությունը Իսպանիայի տարածքում անցավ ֆրանկոյանների ձեռքը, եղբայրներից մեկը Մանուել Մաշադոն մնաց Մադրիդում և շատ լավ ծառայեց տեղի իշխանություններին, ֆրանկոյաններին։ Մյուս եղբայրը Անտոնիո Մաչադոն լքեց Մադրիդը և ոտքով հասավ մինչև Ֆրանսիայի սահման։ Անցնելով սահմանը մի քանի օր հետո մահացավ։ Ընդամենը մեկ օր հետո մահացավ նաև նրա մայրը։